Հանգիստ թողնես։ Այ, Սյուզի, կենացդ, ամեն ինչ շատ ավելի լավ ստացվեց, քան մտածում էիր, կենացդ, Սյուզի։ Ներեցեք, կարող եմ ձեր ժամանակից մի քանի րոպե խլել։ Համեցեք նստեք։ Երևի ուզում եք հարցեր տալ։ Դե, մեր աշխատանքը հիմնված է հարցեր տալու եւ դրանց պատասխանները լսելու մեջ, բայց ես խոստանում եմ, որ շատ ժամանակ չեմ խլի։ Ես ենթադրում եմ, որ դուք ուզում եք հարցնել Աշխենի խոստովանության մասին։ Դուք ճիշտ եք զգում։ Ես ուզում եմ ձեր կարծիքն իմանալ, բայց խնդրում եմ ձեզ չպատասխանեք այնպես, ինչպես Աշխենի ու Մարիի ներկայությամբ պատասխանեցիք։ Իսկ ինչ եք կարծում, այդքան կարճ ժամանակահատվածում ես իմ կարծիքը փոխեցի, հա։ Ոչ, ուղղակի ես կարծում եմ, որ նրանց ներկայությամբ դուք չասացիք այն, ինչ իրականում մտածում եք։ Պետք է հիասթափեցնեմ ձեզ, որովհետև իմ արտահայտած կարծիքը համապատասխանում է իրականությանը։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ չեք հավատացել Աշխենին։ Նրա խոստովանությունը հորինվածք էր։ Համենայն դեպս նախնական տպավորությունը այդպիսին էր, իսկ ես պարտավոր եմ ստուգել նրա խոսքերի ճշմարտացիությունը։ Ներեցեք, իսկ դուք ծանոթ եք դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը։ Այո, ծանոթ եմ։ Նշանակում է ձեզ մնում է միայն համեմատել Աշխենի ու Մարիի հարցաքննությունների արդյունքները։ Սա խորհուրդ էր, թե կարծիք։ Ընդունեք ինչպես կցանկանաք։ Ես իմ աշխատանքը լավ գիտեմ։ Այսինքն խորհրդի կարիք չունեք։ Չէ, ինչու։ Լավ եւ ճիշտ խորհուրդը միշտ էլ օգտակար է։ Իսկ իմ խորհուրդը ոչ լավն էր, ոչ էլ ճիշտ։ Ընդունեք ինչպես կցանկանաք։ Էլի հարցեր ունեք։ Ոչ, առայժմ այսքանը։ Այդ դեպքում մինչ նոր հանդիպում։ Ցտեսություն։ Հաջողություն ձեզ։ Դեր մնացել պակաս, ինչ-որ մեկ ինձ ուղղություններ ցույց տան գործի մեջ։ Աշխեն ջան, բա ոնց թողեցին քեզ։ Թողեցին էլի Շուշան ջան, ես էլ զարմացա։ Դու խոստովանեցիր։ Հա, բա ոնց։ Գնացի ու խոստովանեցի։ 1000 անգամ կրկնեցի, որ ես եմ արտասպանը, Սոնաս անմեղա, բայց այդ քննիչը բաց թողեց։ Այսինքն չհավատաց քեզ, հա։ Չէ, ասեց իբր հորինել եմ, որ աղջկաս ազատեմ։ Այ քեզ բան, փաստորեն քո ասածն իրենց համար հեչ, հա։ Մարին էլ պահեցին։ Ինչ անեմ, Շուշան ջան, ինչ անեմ, մի ապացույց էլ չունեմ, որ տանեմ տամ, որ աղջկաս բաց թողնեմ։ Բայ Սոնա ջան, բայ բալես, մեռնեմ կյանքի, մեռնեմ։ Աշխեն, Սոնային տեսար։ Հա, տեսա Շուշան, Երանի կորոնայի Սոնայի սետ վիճակով չտեսնել։ Վայ, տենց մի խոսա Աշխեն ջան։ Ոնց չխոսամ Շուշան ջան, ոնց չխոսամ։ Դու չես պատկերացնի, թե Սոնան որ իմացավ, ոնց նայեց ինձ։ Իմ աղջիկը ինձ չի ների։ Սոնան քեզ կների, անպայման կների։ Մի օր լսում ես, անպայման կների Աշխեն ջան։ Մի օր։ Երբ մեռնելուցս հետո։ Լավ էլի Աշխեն, կարելի է կարծել, որ դու Սոնային չես ճանաչում, հա։ Նրա սիրտը չգիտես։ Ճանաչում եմ։ Գիտեմ ինչ մեծ սիրտ ունի։
Բայց հարցը գիտես ինչու՞մն է, Շուշան, որ չեմ ուզում ինձ ների։ Ես ինքս ինձ չեմ ներում, հասկանում ես, բայց հասցրի իրենից ներողություն խնդրել։ Որ խնդրեցիր, Սոնան ինչ ասեց։ Ոչ մի բան։ Մեղադրող հայացքով նայեց ինձ ու գնաց։ Զարմանալի բան է, չէ՞ Շուշան։ Չեմ ուզում ինձ ների, բայց չեմ կարող իրանից ներողություն չխնդրել։ Սոնան քեզ ներելու է։ Չէ, Շուշան։ Էդ դու ինձ ասում ես մխիթարելու համար։ Դու այսքան ժամանակ լռել ես Աշխեն ջան, որովհետև Սոնան ազատության մեջ է եղել։ Այդ դրա համար ես լռել։ Ճիշտ ես ասում, ճիշտ Շուշան, բայց դա ինձ չի արդարացնում։ Իմ լռելու պատճառով Սոնաս 12 տարի մտածելա, որ ինքը մարտասպան է։ Իմ լռելու պատճառով մենք 12 տարի իրար չենք տեսել։ Բայց ինչի համար ես մտածում, որ Սոնայի համար ավելի հեշտ կլիներ քեզ տեսնել բանտում։ Գոնե ներված կլինեի, հասկանում ես։ Ու չէի տեսնի այն հայացքը, ինչ որ այսօր տեսա։ Ոնց չկորացա Շուշան, ոնց չկորացա ես։ Աշխեն ջան, Աշխեն, լսում ես, հանգստացի, ախր քորանալով ու լացով, դու Սոնայի համար ոչինչ ես անի, հանգստացի, հավայ։ Հանգստացի, օրը կգա բարին հետ, Աշխեն ջան։ Մարի, դու հիմա մեղադրում ես մորդ։ Չեմ պատկերացնում, թե ոնց կարող էր այսքան ժամանակ լռել։ Մայրդ մտածել է, որ քեզ վտանգ չի սպառնում, դրա համար էլ լռել է։ Լավ։ Ասենք 12 տարի ինքը մտածել է տենց, բա հետո երբ ինձ տեսավ։ Ինչի ինձ ոչ մի բան չէր ասում։ Այդ չեմ կարողանում հասկանալ։ Չեմ հասկանում, թե ինչի էր շարունակում լռել ու ոչ ոքի ոչ մի բան չասել։ Չգիտեմ, բայց ինձ թվում է, որ մայրդ Ինչ։ Դուք եք մտածում, որ մաման հորինել է այդ պատմությունը, որ ինձ ազատ արձակեն։ Իսկ դու ինչ կարծիքի ես։ Նախ դուք պատասխանեք։ Ես այսօր առաջի անգամ տեսա Աշխենին ու նրան չեմ ճանաչում, դրա համար ստույգ պատասխան տալ չեմ կարող։ Իսկ ես վստահ եմ, որ չեր ստում։ Ինչի ես այդքան վստահ։ Աչքերիս մեջ, երբ մաման նայեց աչքերիս մեջ ու ներում խնդրեց, ես հասկացա, որ ինքը չի ստում։ Նա քո մայրն է, դու ավելի լավ ես ճանաչում նրան։ Ինչ եք մտածում։ Քննիչը լուրջ կվերաբերվի մորս ցուցմունքին։ Նա իրավունք չունի անլուրջ վերաբերվել։ Նա հիմա պետք է մանրամասն ուսումնասիրի 12 տարի առաջվա դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ու առանձին համեմատի քո ու Աշխենի վարկածների հետ։ Ես չեմ ուզում, որ մորս դատապարտեն, չեմ ուզում։ Իսկ ես չեմ ուզում, որ քեզ դատապարտեն։ Որ ամեն ինչ պարզ լինի, դուք կպաշտպանեք, չէ՞ մորս։ Երբ դու հայտնվես ազատության մեջ, այդ թեմայով կխոսենք, լավ, Մարի։ Լավ։ Աշխե, ես ինչ է։ Սոնայի սորագիրն։ Բա հիմա ինչի հանեցիր։ Պետքա տանեմ այդ քննիչին։ Հիմա։ Դե չգիտեմ ավելի ճիշտ, պիտի զանգի կանչի նոր վերցնեմ տանեմ։
Բայց քննիչը որտեղից գիտեր, որ Սոնան օրագիր ունի։ Ես եմ ասել Շուշան ջան։ Աշխի, Ազատի մասին էլ ա գրել Սոնան։ Գրել ա, էն էլ ինչեր ա գրել Շուշան ջան, որ կարդաս սիրտը